Ողջույն սիրելի ընկերներ, այսօր պատրաստելու ենք շատ համեղ կոտլետներ, կարմիր ոսպով, վարսակի փաթիլներով, մի փոքր շամպինյոն սունկ ունեմ, անպայման կավելացնեմ, շատ համեղ կոտլետներ են ստացվում, հավատացած եղեք, մսով կոտլետներին իր տեղը չի զիջում, կփորձեք, կտեսնեք եւ շատ եմ խնդրում, եթե դիտում եք տեսանյութը, մի մոռացեք դնել հավանելու նշանը եւ եթե չեք բաժանորդագրվել իմ ալիքին, բաժանորդագրվեք, դա ինձ համար շատ կարեւոր է։ Սկզբի համար մեկ բաժակ կարմիր ոսպը եւ վարսակի փաթիլները, մոտավորապես այդքան էլ վարսակի փաթիլները միասին կլցնեմ մի տարայի մեջ եւ եռման ջուրը վրան կլցնեմ, որպեսզի փափկի, որ կարողանանք հարիչով լավ հարել սիրելիներս։ Լավ փափկելուց հետո մի լավ կլվանանք ոսպը եւ վարսակի փաթիլները, այնուհետեւ կտեղավորենք հարիչի մեջ եւ կհարենք, որպեսզի միասեռ զանգված ստանանք։ Հարելուց հետո կավելացնենք 1 ձու եւ համեմունքները, ընկերներ ջան։ Համեմունքներից անհրաժեշտ է սև եւ կարմիր աղացած պղպեղներ, այս ամենը մի լավ կհարենք, որպեսզի կրկին համասեռ զանգված ստանա, տեղավորենք մեկ այլ տարայի մեջ եւ այդ ընթացքում կավելացնենք աղը։ Այստեղ ես 1 ճաշի գթալ աջիկա ավելացրեցի, սիրելիներս, կարող եք չավելացնել, սակայն սխտորի համը մեջի շատ համեղ բույր է տալիս կոտլետներին, ես այն շատ եմ հավանում, այդ իսկ պատճառով, որպեսզի առանձին սխտոր չգցեմ, հետո մի գթալ տոմատ, միասին ավելի հետաքրքիր կլինի մի ճաշի գթալ աջիկա ավելացնել։ Հավատացնում եմ շատ համեղ է ստացվում եւ մանր կտրատած շամպինյոն սունկ, ընկերներ ջան, մոտավորապես 150 գրամ։ Այս ամենին ինչ է մնում ավելացնել, մի լավ փունջ, կանաչ սոխ եւ կանաչիներ, համեմ, մաղադանոց, սիրելիներս, մի լավ փունջ վերցնում ենք, լավ մանր կտրատում ենք եւ ավելացնում ենք մեր այս համեղ զանգվածին։ Մինչ համերը կմիաձուլվեն, տապակի մեջ ձիթայուղ եմ լցնում, որպեսզի շատ ավելի առողջ լինի մեր կոտլետները, օգտագործում եմ ձիթայուղ, ընկերներ ջան, եւ տապակում եմ երկու կողմից, որպեսզի ոսկեգույն ստացվի, հենց ստացվեց ոսկեգույն, արդեն կոտլետները պատրաստ են։ Հավատացեք, համարյա արդեն եփված զանգված ունենք մենք, մի փոքր պետք է կարմրեն եւ
գծոց գույն ստանան։ Կոտլետները կտապակեմ եւ կտեսնեք ինչպիսի գեղեցկություն, ինչպիսի համեղ կոտլետներ են ստացվում։ Հուսամ բոլորդ կփորձեք եւ կհավանեք։ Այսքանը բոլորիդ շատ սիրում եմ, բոլորիդ ջերմ բարևներ։